Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ։ Փաստինֆո եթերում շարունակում ենք հետևել միջազգային իրադրությանը։ Տրամպին այդպես էլ չի հաջողվում մեկ սեղանի շուրջ նստեցնել ռուսական եւ ուկրաինական կողմերին եւ հասնել զինադադարի պահպանմանը։ Ավելին, Թրամպը արդեն սկսել է ուղիղ կերպով սպառնալ եւ Ուկրաինային եւ Ռուսաստանին, որ եթե ռազմական գործողությունները չդադարեցվեն, ինքը ավելի կոշտ միջոցների է դիմելու։ Բայց զարմանալիորեն Թրամպի սպառնալիքները հավասարապես ուղղված են երկու կողմերին։ Չնայած վերջին հանդիպումից հետո ձեռք էր բերվել պայմանավորվածություն ռուս-ամերիկյան, հանդիպան մասին է խոսքը, որ էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակման հետ կապված 30-օրյա զինադադար է հայտարարվում։ Ռուսական կողմը պաշտոնապես հայտնել է Միացյալ Նահանգներին, որ իրենք պահպանում են այդ ռեժիմը, ավելին ներկայացրել է ցուցակ այն օբյեկտների, որոնց նկատմամբ Ուկրաինան հարձակումներ է իրականացրել զինադադարի ստորագրումից հետո։ Սա նշանակում է, որ ուկրաինական կողմը ամեն դեպքում չի հետևում Տրամպի մոտ կամ Տրամպի միջոցով նրանց փոխանցված պահանջներին եւ Տրամպի միջնորդությամբ կայացած համաձայնության եւ շարունակում է հարվածներ հասցրել ռուսական էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ։ Ավելին, Միացյալ Նահանգներում նաև սենատորները հանդես են եկել նախաձեռնությամբ, որով առաջարկում են լրացուցիչ պատժամիջոցներ մտցնել Ռուսաստանի դեմ եւ 500% մաքսատուրք սահմանել այն պետություններից ներկրվող ապրանքների վրա Միացյալ Նահանգներ, որոնք կհամաձայնվեն գնել ռուսական նավթը, գազը եւ ուրանը։ Սա աննախադեպ ծավալի պատժամիջոցներ կարող է լինել, բայց նաև կարող է հակառակ էֆեկտ ունենալ։ Վաղուց արդեն աշխարհը միաբևեռ չէ, վաղուց արդեն պետությունները իրենց արտաքին քաղաքականությունը ավելի համարձակ են սկսել իրականացնել։ Դժվար թե մեծ պետությունները հետևեն Տրամպի այս որոշմանը եւ սահմանափակեն ռուսական կողմից նավթի, գազի եւ ուրանի ձեռքբերումը։ Բնական է, որ նավթ, գազ եւ ուրան ձեռք են բերում հիմնականում մեծ տերությունները, որոնք ունեն մեծ տնտեսություններ։ Նրանց հետ Միացյալ Նահանգների տնտեսական հարաբերությունների վատթարացումը չի կարող Տրամպի համար օգուտ լինել։ Ակնհայտ է նաև, որ այդ պատժամիջոցները եւս չեն աշխատելու, քանզի 2014 թվականից սկսած անընդհատ պատժամիջոցներ են կիրառվում Ռուսաստանի նկատմամբ, 2022 թվականից սկսած պատժամիջոցները գնալով խստացվել են, բայց ինչպես տեսնում ենք, դա էական ազդեցություն չի ունենում ռազմական գործողությունների ծավալի վրա, ավելին ռուսական բանակն այսօր գրեթե բոլոր ճակատներում նախաձեռնողի դերում է եւ հարձակման է անցել ուկրաինական բնակավայրերի ուղղությամբ։ Տրամպը այս որոշումները կայացնելու նաև որոշակիորեն կապում է այն պետությունների հետ, որոնք ակնհայտորեն սաբոտաժի են ենթարկում ուկրաինական կողմի որոշումների կայացումը եւ ուկրաինական կողմի զինադադարի պահպանումը։ Նրանք այն պետություններն են, որոնք շահագրգռված չեն, որ ռազմական գործողությունները դադարեցվի, քանզի իրենք մնալու են բանակցային սեղանից դուրս եւ որևէ գործընթացի նկատմամբ վերահսկողություն չեն ունենալու։ Իսկ Տրամպը խորացնելով Ռուսաստանի հետ հարաբերություններում թշնամանքը եւ պատժամիջոցներ սահմանելով Ռուսաստանի դեմ ոչ միայն ոչնչի չի հասնելու, այլև կորցնելու է այն աղբյուրը, որի միջոցով հնարավոր է Ուկրաինայում ինչ-որ բան ձեռք բերել, քանզի նաեւ հակառակ տարբերակը կարող է լինել։ Եթե հիմա ռուսական կողմը համաձայնվում է, որ Ուկրաինան Միացյալ Նահանգներից ստորագրում է հազվագյուտ մետաղների համատեղ մշակման մասին պայմանագիրը եւ Միացյալ Նահանգները կարողանում են իրենց ներդրած շուրջ 350 միլիարդ դոլարը ինչ որ կերպ հետ ստանալ, ապա Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի հարաբերությունների վատթարացման պարագայում ռուսական կողմը ուղղակի կարող է հարձակման արդյունքում գրավել բոլոր այդ հանքավայրերը եւ Միացյալ Նահանգներին կանգնեցնել փաստի առաջ, թույլ չտալով, որ Միացյալ Նահանգները գեթ $1 կարողանա Ուկրաինայից հետ վերցնել։ Ինչևէ, Տրամպը այս հայտարարություններին զուգահեռ ամեն դեպքում հայտարարում է, որ ինքը հույս ունի, թե ռուսական կողմի հետ կհաջողվի հարաբերությունները կարգավորել եւ կհաջողվի պայմանավորվածություն ձեռք բերել։ Ինչպես հայտնում են Մոսկվայից եւ Վաշինգտոնից, մոտ շրջանում հնարավոր է երկու երկրների ղեկավարների երկրորդ հեռախոսազրույցը, որի ժամանակ կարծում ենք այս հարցերը կբարձրացվեն եւ շատ այլ հարցեր լուծում կստանան։ Ինչևէ, սպասենք տեսնենք, թե իրադարձությունները ինչպես կզարգանան ուկրաինական ճակատում եւ ռուս-ամերիկյան հարաբերություններում։
Մյուս թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Եվրոպական միություն Միացյալ Նահանգներ հարաբերությունների հետ է կապված եւ ըստ էության առաջին թեմայի տրամաբանական շարունակությունն է։ 500%-անոց մաքսատուրքեր մտցնելով Ռուսաստանի հետ առևտուր անել փորձող պետություններից ստացվող ապրանքների նկատմամբ միաժամանակ Տրամպը որոշում է կայացնում, որ Եվրոպական միությունից եւ իր հարևան երկրներից Միացյալ Նահանգներ ներկրվող ապրանքների նկատմամբ սահմանի 25%-անոց մաքսատուրք։ Սա ուղղակիորեն հարվածելու է Կանադայի եւ Մեքսիկայի տնտեսություններին, սա ուղղակիորեն հարվածելու է նաեւ Եվրոպական միությանը, քանզի Միացյալ Նահանգներն այսօր հանդիսանում է Եվրոպական միության արտադրանքի հիմնական ներկրողը եւ այդ ապրանքների գնի բարձրացումը միանշանակ ազդելու է Եվրոպական միության տնտեսության վրա։ Դրան զուգահեռ Ուրսուլա ֆոն դեր Լայենն է արդեն հայտարարում, որ մաքսատուրքերի նոր դրույքաչափի ընդունման պարագայում իրենք հակառակ քայլերն են անելու, հակընդդեմ քայլերն են անելու եւ իրենք եւս Միացյալ Նահանգների նկատմամբ որոշակի տնտեսական պատժամիջոցներ են սահմանելու։ Իսկ ով կարող է սրանից օգտվել, կարծում ենք առաջին հերթին Մոսկվան։ Իսկ առաջանում է հարց, թե ինչու, շատ պարզ։ Այսօր Եվրոպական միությունը հանդիսանում է Միացյալ Նահանգների հեղուկ գազի հիմնական ներկրողը, եւ եթե ռուսական գազի պարագայում նաեւ ամերիկյան գազից է Եվրոպական միությունը սկսում զրկվել, ապա սկսելու է այլընտրանքային ճանապարհներ փնտրել նույն ռուսական գազը երրորդ երկրների միջոցով ներկրելու համար, քանզի ավելի մոտ աղբյուր գազի ստացման Եվրոպական միությունն այս բանին չունի։ Ադրբեջանական գազը, որի մասին այդքան խոսում է, Եվրոպա է հասնում նաև ռուսական գազի հետ միասին, այսինքն Ռուսաստանը Ադրբեջանի միջոցով է նաև գազ մատակարարում այսօր Եվրոպական միությանը։ Չենք բացառում, որ այդ գազի մատակարարման ծավալները կարող են ավելանալ եւ այս պարագայում արդեն Եվրոպական միության եւ Ուկրաինայի միջեւ որոշակի հարաբերություններ կարող են խանգարվել։ Ինչու՞։ Քանզի Ուկրաինան ոչնչացնում է բոլոր այն խողովակաշարերը, որոնցով Եվրոպան սնվում է ռուսական գազից։ Եվ հիմա, երբ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների վատթարացման պարագայում Եվրոպան ստիպված է լինելու այլընտրանքներ փնտրել, ապա այդ այլընտրանքը ամեն դեպքում լինելու է ռուսական գազը։ Այն մտորումները, թե հնարավոր է Քաթարից, Սիրիայով, Թուրքիայով գազ բերել Եվրոպա, դրանք շատ մշուշոտ են, քանզի այն իրավիճակը, որ այսօր կա Մերձավոր Արևելքում, կարծում ենք առնվազն առաջիկա տասնամյակներում թույլ չի տալու, որպեսզի այդ խողովակաշարը կառուցվի։ Դրա համար հարաբերությունների խորացումը, այսինքն հակասությունների խորացումը Միացյալ Նահանգներ Եվրոպական միություն հարաբերությունը միանշանակ ձեռնտու է պաշտոնական Մոսկվային։ Ավելին, սա ցույց է տալիս, որ բովանդակ արևմուտքի միջև հակասությունները գնալով խորանում են։ Բովանդակ արևմուտքն այլևս միասնական դիրքորոշում չունի աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված, եւ այնպեսի տպավորություն է, թե այսուհետև յուրաքանչյուր պետություն ինքն է իր գլխի ճարը տեսնելու եւ ինքն է սկսելու մտածել, թե ինչպես անել սեփական երկիրը փրկելու եւ սեփական տնտեսությունը փլուզումից ուրեմն ազատելու համար։ Եվ այս պարագայում իհարկե այլընտրանք որպես այդպեսին կրկին նշենք հանդես է գալու Մոսկվան։ Չենք բացառում, որ կարող է նաև որոշակի քաղաքական կոնսուլտացիաներ սկսվեն նույն Մոսկվայի եւ Բրյուսելի միջև էներգետիկ եւ մի շարք այլ բնագավառներում համագործակցություն խորացնելու համար։ Առաջին այսքից սա կարող է թվալ անիրատեսական, բայց Տրամպի վարած ագրեսիվ քաղաքականության ֆոնին Եվրոպական միությանը այլ բան չի մնալու, քան կրկին հայացքը թեքել դեպի արևելք։ Ինչևէ, սպասենք տեսնենք, թե իրադարձությունները ինչպես կզարգանան այս ուղղությամբ եւս։ Եվ վերջին թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Մերձավոր Արևելքի հետ է կապված։ Մերձավոր Արևելքում բավականին լուրջ գործընթացներ են սկսում հասունանալ։ Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելքը մտցնում հերթական հածանավը։ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի գլխավոր շտաբի ղեկավարների միջև ակտիվ խորհրդակցություններ են սկսվել։ Բնական է, որ հիմնական թիրախը Իրանն է։ Եվ այս պարագայում Իրանը եւս պատրաստվում է։ Իրանը պատրաստվում է եւ իր պրոքսիների միջոցով դիմակայելու Միացյալ Նահանգներին եւ նաեւ դիմադրության շարժման այն պետությունների, որոնք իրենց աջակցություն են հայտնում Իրանին։ Այդ պետություններից մեկը Իրաքն է։ Իրաքի պաշտոնական շրջանակները հանդես են եկել հայտարարությամբ առայն, որ Իրանի վրա հարձակումը ուղղակի կարող է հրկիզել Մերձավոր Արևելքը, ինչը թույլ տալ չի կարելի։ Դրան գումարած Հեզբոլլահն է հանդես գալիս հայտարարությամբ, թե Իսրայելը եթե չդադարեցնի հարվածները Լիբանանին, ավելի դիցուք Բեյրութին, ապա իրենք եւս կարող են վերսկսել իրենց գործողությունները։ Սրանով կարող ենք փաստել, որ եւ Համասի եւ Հեզբոլլահի հետ Իսրայելի ստորագրած զինադադարը այլևս կարող է գոյություն չունենալ։ Իսկ սա Իսրայելի համար լրջագույն խնդիրներ է ստեղծելու եւ նաեւ ստեղծելու Միացյալ Նահանգների համար, քանզի մեծ հավանականությամբ Տրամպը ունի բոլոր շանսերը, որպեսզի Միացյալ Նահանգները պաշտոնական կողմ դառնա ռազմական գործողությունների։ Սա
լուրջ վտանգ է ստեղծելու Միացյալ Նահանգների բազաների համար ողջ Մերձավոր Արևելքում։ Դրան ավելացնենք հուսիների դեմ անհաջող ռազմական օպերացիան, հուսիները ամեն օր նոր հաջողություններ են արձանագրում, խոցելով ամերիկյան գերթանկարժեք անօդաչուները, ինչպես նաև բալիստիկ հրթիռներով խոցելով ամերիկյան հածանավերը։ Եվ այս պարագայում իհարկե Իրաքի հայտարարությունը ևս կարևոր է։ Կարևոր է այն առումով, որ եթե հիշում ենք Բայդենի կառավարման վերջին հատվածում Իրաքի հետ ակտիվ բանակցություններ էին ընթանում, որպեսզի շիա աշխարհազորայինները զինաթափվեն, իսկ շիա աշխարհազորայինները բավականին լուրջ ուժ են իրենցից ներկայացնում տարածաշրջանում եւ Իրանի հավատարիմ զինակիցն են համարում։ Եվ հիմա Իրաքի բավականին կոշտ հայտարարությունը վկայում է այն մասին, որ շիա աշխարհազորայինները ոչ միայն չեն զինաթափվում, այլև ակտիվորեն կարող են օգտագործվել ապագա ռազմական գործողություններում։ Այս տեսանկյունից մեկ այլ հարցի էլ անդրադառնանք։ Զարմանալիորեն Թուրքիայում տեղի ունեցող գործընթացները դեռ ավարտին չեն հասցվում։ Այսինքն Միացյալ Նահանգներն ըստ էության այսպես շահագրգռված չի, որպեսզի առաջինը Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները հասցվեն իրենց տրամաբանական ավարտին եւ Էրդողանը գահանքեց արվի, քանզի վստահ չէ, որ Թուրքիայի նոր իշխանությունները անվերապահորեն կաջակցեն իրենց Մերձավոր Արևելյան ապագա գործողություններում եւ երկրորդ Միացյալ Նահանգները այս պահին կանխում է Իսրայել-Թուրքիա ուղիղ առճակատումը, քանզի թուրքական բանակը այս պահին պետք է հանդես գա որպես Իսրայելի դաշնակից, այլ ոչ թե որպես Իսրայելի թշնամի ապագա ռազմական գործողություններում։ Լուրջ իրադարձություններ են սպասվում մեզ բոլորից եւ մենք բավականին ուշադիր հետևում ենք, թե ինչ նոր զարգացումներ են լինելու Մերձավոր Արևելքում եւս։ Այս իրադարձություններն են, որոնց այսօր ես ցանկացա անդրադառնալ, այսօր այսքանն էր, իսկ ես հիշեցնեմ, որ մեր հաղորդումը կարող եք դիտել նաեւ Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերում։ Շնորհակալություն, մի շնորհանդիպում։